Որը բարի բոլորին։ Այսօր 10 օրական է Լուսինը, 26-27 խեցգետին, մայր դուստր հարաբերությունների օրը, իմիջալուց 3 այսօր, հատկապես այսօր, ով իրեն ինչպես պահես, ծնող երեխա հարաբերության մասին է հիմնականը ասվում, հարգանքն է կարևոր շատ, Միջև հուլիսի 1-ը Յուպիտերը կլինի խեցգետինում ու պատասխաններ կան, որտեղ տարաձայնություններ է սկսելու երեխաների հետ կապված ուսանողներ ու աշակերտներ։ Տարաձայնություններ կլինի, կուզենան առանձնանալ շատ երեխաներ, որտեղ ծնողները չեն ուզում հաշվի նստեն իրենց երեխաների հետ։ Շատ կարևոր է հենց այսօրվանից սկսված դաստիարակությունը, ով իրեն ինչպես պահեց, մայրը ծնողը պետք է լինի դաստիարակված, որ երեխուն դաստիարակի, թե չի հուլիսի 1-ից պատասխաններ կստանաք ոչ հաճելի։ Այսօր խորհրդանիշը ցայտ աղբյուրն է, 10 օրական է Լուսինը, ցայտ աղբյուրը պուլպուլական, իրենից ինչ է ներկայացնում, դա իմաստն է հոգևոր էներգիային լցվելու, որը որ շարունակական բնույթ է կրելու։ Օրվա խորհուրդը դուրս գա սեփական ավանդույթներից, սովորույթներից, կարմիկական ծրագիր է սկսում, գաղտնի գիտելիքների ուսումնասիրություն դավակույրծիզն է, որը շատ հետաքրքիր է, սովորաբար մարդ ընդունակ է լինում անմտածված գործողությունների, դրա համար այդ ջուրը պետք է պտտվի ու մաքրվի, խորհուրդ է տրվում աղոթքների մեդիտացիաների մեջ լինել, կարման մաքրելու համար է դա, անցյալ ու ներկան վերլուծել առանց գործողությունների և մեր ծնողների, պապերի արածները հիշենք և անալիզ անենք և լսենք իրանց խորհուրդները, որտեղ իմաստուն են եղել։ Լավ է շինարարական գործեր սկսել այսօր, ընդունակ են 10 օրվա ծնվածները, ընդունակ են նոր աղբյուրների էներգիա ստանալու, շատերը խորհուրդներ են վերցնում, դիմում են օգնության, այն մարդիկ, որոնք ցածր մակարդակի վրա են, նրանք նենգ են, այդ նենգերի պատասխանը ծնողների արարքների խարդախությունների համար, նենգության համար երեխաներ իրենց պատասխան կտան, որը հուլիսի 1-ից է սկսվելու դա։ Դրա համար միշտ ասել եմ, նայեք քայլուն, վերջացրեք ձեր անարդարությունները, ինչքան դուք խարդախություն եք արել։ Եթե շարունակվում է այդ սովորույթները, մարմնում ուռուցքների գոյացություն կլինի, որը բերում է քաղցկեղի, իսկ տղամարդկանց մոտ վահանաձև գեղձի խնդիրներ։ Առողջ եղեք, դաստիարակված ապրեք։